նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Դա երկու օր հետո։ Ինչու է այդպես օր ընտրվել, դա ինչ օր է, ես կարող եք ասել մեր հյուրերն են այսօր Լարիս Արլավերդյանը և Միքայել Ապրեսյանը, և հարցը ստուգում եմ և Լարիս Արլավերդյանը, որը ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպության նախագահ է, գործադիր տնօրեն, ամուսինս է նախագահ, այո, միշտ ասում ենք մենք գործադիր տնօրեն։ Ես անշուշտ, ես ուզում եի դրել։ Երկուսս էլ միևնույն է պատասխանելու եք, Միքայել Ապրեսյանը Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատարն է և ոնց ասեմ, ոնց որ առաջին գծում են այդ հարցում, այո, անհայտ կորածների որոնման, հայտնաբերման հարցում դուք երկուսս էլ ամենքը իր թումայով, իր գործառույթներով ոնց որ թե առաջին գծում եք։ Եվ այսպես, ինչու է ընտրվել այսպիսի օր։ Օրը ինչ է ընտրվել, սկսենք օրից։ 92 թվականին բոլորը տեղյակ եք, որ մեր Ղարաբաղյան պատերազմում ամեն ծանր օրերն են, առավելևս այս օրերը։ Շահումյանի շրջանի անկման և Մարտակերտի շրջանի Թալիշ, Շայլուր, Մադաղետ, Լեննավան, Հասաղայա գյուղերի անկումից հետո համարյա թե Հայաստանի Հանրապետությունում տեղակայված բոլոր մարտական ջոկատները տեղափոխվեցին Մարտակերտի շրջան, որպեսզի արտագրեն այդ տարածքները։ Այս ամսվա 25-ին արտագրվեց Կարմիրավան գյուղը։ Ընդամենը 30 հոգու, շատ չեմ ասում, դա հստակ թիվ է, որտեղ անձամիջներ են մասնակից եղել, կար ժամանակում ընդամենը 3-4 ժամվա մեջ հակառակորդը տալով 2 զրահատեխնիկայի կորուստ և բազմաթիվ այլ կորուստներ, հիմնականում կենդանի ուժի դիմեց նահանջի։ Նախապատրաստվեցինք 29-ին արտագրել մնացած բոլոր տարածքները։ Հիմնականում ուղղությունները հետևյալն էին՝ Մարտակերտի Թալիշ, Մադաղետ, Լեննավան, Հասաղայա և Մարտակերտի ուղղության հարձակումները, այսինքն հակահարձակումները, որովհետև մենք արտագրենք մեր տարածքները։ Այդ ժամանակահատվածում ես գտնում եմ հենց Լեննավանի ուղղության, մոտ 80 հոգով։ Կներեք ես հիշեցնեմ, որ Լեննավանը դա Մարաղա և Մարգուշևան գյուղերն են, միասին կոչվում են Լեննավան։ Մենք միշտ Մարաղան ենք կոչեցել։ Ղարաբաղներս ընդհանրապես Լեննավան ենք իրեն ասում։ Իսկ Արաբոյի, Զեյթուն, Հոկտեմբերյանի և հենց Հասաղայի ջոկատները Հասաղայի ուղղությամբ։ Ես քաշ տեղյակ եմ 2 ջոկատների մասին։ Իսկ մնացածը մեզնից մի քիչ հեռու են աղոտ ինֆորմացիան։ Առավոտյան ժամը 4-ին դուրս եկանք ներքին հորաթաղ գտնվող հենակետից մեր և ժամը 6-ին ասենք հակահարձակման։ Հատանով Լեննավանի մատույցները հակառակորդը մեր դեմ հանեց մեծ ուժեր։ Դեռ չենք անցել, դեռ կար վադականալ, այդպես ենք մենք ասում, վադականալ կյանքենք, որ անցնենք հակահարձակման։ Եվ անսպասելի բոլորից համար ոչ մի տեղի հետ կապ չկարեցինք ունենալ։ Ոչ թիկունքի հետ, ոչ մեր կողի մարտական ընկերների և ջոկատների հետ։ Միայն հետագային պարզվեց, որ խորհրդային բանակի մնացորդները, որոնց ձեռի տակ էր գտնում Կիրովաբադի ռադիոլոկացիոն ամեն զոր կայանը տարածաշրջանում, այսինքն Վրաստան, Հայաստան, Ադրբեջանի տարածաշրջանում, իրենք այդ ուժերով մեր բոլոր կապերը անջատելուց։ Եվ չգիտեինք ինչ անենք։ Առաջ գնաց մերոնք են, հետ գնաց մերոնք են, աչ կրակեց մերոնք են, ձախ կրակեց մերոնք։ Այդ կարգավիճակի մեջ ենք։ Մենք սպասում ենք առավոտյան ժամը 6-ին հրետանային հարձակում, այսինքն մեր կողմից, որ կոչվում է արտիլերիստի պատգատովկա, զինվորական բարբարով, բայց թիկունքից հաշվի առնելով, որ մեզ հետ կապ չունեն, իրենք էլ չգիտեին որտեղ կրակեին։ Եվ վատ այլ ընտրանք չունենալով մտանք մարտի մեջ։
ինչ ուզում եք ըննել, որտեղ արդեն հակառակորդը կիրվապտուկ կներեք Միրբաշիրից, հենց մեր աչքի առաջ, բազմաթիվ տեխնիկա էր հանում մեր դեպ, առայվելից կենթանի ուժ, երևի սուտ չնացելու մոտ 50 ավտոբուս հաշվելուց հետո պաս դեղին գույնի ավտոբուս, այսօրվա պահինը աչքից առաջ են դրանք, մեկը մյուս հետևից գալիս է ու իջեցնում են իրենց չի կարող իրենց ազատամարտիկներ ասել, բայց ամենայն դեպս իրենց կողմից այդպես էր կոչվում։ Իրենց զինվորների։ Եվ մարտը սկսվեց անհավատար պայմաններում։ Մեր դեմ միայն դուրս էր եկել։ Ընդամենը մեր մոտ մեկ լրակած զինամթերք էր, ուրիշ ոչինչ։ Մի քանի մոտ կար հակատանկային նռնականետեր, որից մեկն էլ իմ մոտ էր և ասինք սմուխատիպ, դրանք միա օգտագործման են, որի երկրորդ անգամ չես կարա օգտագործել, ասինք սվերջանում այդ մի անգամ։ Ունենք երկու տանկ, մեկ հետևակի մարտական մեքենա, բոլորն էլ մեկ լրակազմով։ Մենք սպասում ենք, որ մարտի ընթացքում մեր հետևից կբերեն լրակազմը ավելացելու, բայց նորից եմ կրկնում ռադիոշումի պատճառով ոչ մեկի տեղը չգիտես։ Ընդուտ Արաբոյի և մյուս ջոկատները, որ մեզնից գտնում են, ընդամենը 3-4 կիլոմետր հեռավորության վրա կապ չունենք իրենց հետ։ Մոտ 20-25 րոպե դադարից հետո, մարտական գործողությունից հետո մեզ համար բոլորից անսպասելի դադարեց տեղի մարդ, ասինք Սասանղայի ուղղության մարդ։ Այսօր շատերն են ասում, որ այնտեղ անծանոթ մարդիկ են եղել տարածքից, բայց ես տեղ եք պայում, որ հենց Հասանղայի գյուղի ջոկատը Արցախի ազգային ժողովի պատգամավոր, ազգանունը չեմ հիշում, ընդհանրում ես իրեն հետ միշտ անով եմ խոսած, Ժորիկ, որը և ազգային ժողովի պատգամավոր Արցախի և տեղի մարդ։ Անգիտ գիտեր ամբողջ տարածք։ Պարզապես ռադիոշումի պահին, ինչպես արդեն շատ քիչ են ասել, որ մեզ էլ շրջապատման մեջ է, տղաների շրջապատման մեջ են վերցրել և 75 հոգու ճակատագիրը այսօր անհայտ է։ Մարտից հետո մոտ 20-25-ով մենք գնացինք տարածքը ուսումնասիրելու, ասենք ինչ աղել մեր տղաների, ընդամենը 3 դիակ բերեցինք, այլ բան չկա։ 3 դիակներն էլ գտնում են հրետանային արկերից առաջացած փոսերի մեջ, որը մի մասը հողոստացված էր, մի մասը ոչ, և դրանց մեջ էր գտնում հենց Հասանղայի հրամանտար Ժորիկ։ Երկուսը մեկը արմավից էր, մյուս եթե չեմ սխալվում, արդեն 20-21 տարի, 22 տարի անց էր, ատոմականից էր, այդ տղաներն են, ուրիշ ոչ մեկին ալևս անտեղ չեն ծուր։ Այսօր Ադրբեջանը անդադ իրենց համար գովազդային հոլովակաց աչել, որ մեր տղաներին, բոլորին ոչացրել են և ցույցատալիս էկրանը։ Մերոնք էլ հավատում են դրան, և բացարձակապես հայտարարում, այդ անհնարին է, ինքս եղել եմ այնտեղ։ Եթերներ անհնար որ մենք չտեսնենք, ամբողջ տարածք ուսումնասիրել։ Ներողություն, Ադրբեջանը ասում է, որ մեր զինվորները, հենց այդ մերոնց մահացել են, զոհվել են, ոչ թե անհայտված, զոհվել են։ Դուք դիակները չեք գտել, դուք պնդում եք, որ նրանց անհայտ կորած են։ Բացարձակապես դեմ եմ դրան։ Դա անհնարին է։ Այո, միանշանակ տղաներին գերել, որովհետև իրենց մոտել է մեկ լրական զինամթերք վերջացել է, բնականաբար ռազմական տեխնիկայի, ավիացիայի դեմ ձեռքով կռվել անհնար է։ Հետագայում Ալավերդյանը կասել, հենց օրի համար եմ ասում, հենց այդ օրը տրամար կոչվեց անհայտ կորածների օր։ Սա է թիվ առաջի պատճառ։ Այո, 29, հենց 29-ն այդ դեպք եղել Մարտակերտի Հասանղայի գյուղի մոտակայքում և կառավարությունը մեր պաշտպանության նախարարության հետ միասին համատեղ այդ օրը հռչակեցին
անհայտ կորածներով եւ իդեպս վաղը չեմիսորը պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Եղաբլուրում այդ օրը հիշատակի համար միջոցառում կազմակերպել։ 75-ից 3-ի դիակ հետ է։ Չէ, քանիսն եք ընդհանրապես։ Հա, յուրաքանչյուր ջոկատ 80 հոգի։ Այսինքն 80-ից 75 Ոչ, 80-ից 5 հոգի կենթանի են։ Զրահտեխնիկա իրենք հետ են քաշում։ Այո, չէ։ Ես հակառակ, ես Լեննավան եմ, ես հացահայ կողմ։ Իրենք զրահտեխնիկային հետ են քաշում, բայց տղաները ավելի ճիշտ իրենք պահելուց են եղել վադականալի վրա կամուրջ, այդ կամուրջ։ Իսկ տղաները իրենց թվաբանական սխալ կա։ Չէ, թվաբանական սխալի 80 հոգանոց է։ Չէ, բոլոր մարտական ջոկատները 80 հոգանոց են։ Այս մի քանի 80-ից է 75-ը, թե Այդ մի քանի 80-ից է։ Մի քանի 80-ից է 75-ը։ 75-ը, բայց 3-ի դիակը ինչ է տենում։ Սպասեք։ Այո։ Մի ջոկատի, բայց ընդհանուր տարածաշրջան այդքան է։ Ճիշտ է, տվել ենք նաև զոհեր, հենց մեր մոտ ցավոք 9 զոհ են։ Ես ուզում եմ մի փոքր ճշտում մտցնեմ այն առումով, որով ասում ենք սովետական բանակի մնացորդներ, իրականում սովետական բանակ այլևս չի եղել։ Մենք փաստորեն արդեն տեղի է ունեցել այն հայտարարությունը, որ ինչպես է բաժանվում, լինի դա զորքը, լինի դա այլ է բոլորովին, որ այն հասարակ պրիմիտիվ ձևով Ադրբեջանում կներեք գնում էին այդ մարդկանց եւ վարձկաններին բարես բուն իմաստով եւ արդեն մենք խոսում ենք ոչ սովետական բանակի մասին, ոչ էլ Ռուսաստանի բանակի մասին։ Ես դա ուզում եմ այդպես ճշտեմ, որովհետև մենք պետք է հստակեցնենք, թե ինչ է տեղի ունեցել։ Ամենախառը ժամանակն է, թեկուզ հայտարարվել է, որ մի զորամասի զենք ու զրահը մնալու է որ երկրում, իսկ այդ բոլոր զինվորները եւ սպայական կազմը պետք է հետ քաշվեր, պետք է գնային իրենց տները, գնային հետ այնտեղ, որ տեղից իրենք զորակոչվել են կամ վերադառնային այնտեղ, որ տեղի ջոկատի, ասենք հրամանատարը, լինի դա Անդրկովկասյան, լինի դա այլ։ Խնդիրը հենց այդ խառը շփոթի մեջ է, որ օգտվել է շատ ընդհանրապես պղտոր վիճակներից Ադրբեջանի քաղաքական ուժերը եւ այդ ոչ պաշտոնական զին խմբերը շատ գերազանց ձևով պետք է ասեմ օգտվել են եւ մենք ունեցել ենք այո դա հստակ դա պետք է հստակեցնենք մանավանդ որ Մարտակերտի շրջանից երբ որ եկել են արդեն մարդիկ հասել են Երևան մեր կազմակերպությունը արդեն կար մենք գրի ենք արել այն ամենը ինչ ասվել է եւ այդտեղ կային եւ հստակ բան որ կային ռուսներ ասենք տանկերում նստած Մարտակերտի մասին է խոսքը գնում որոնք մտնում են գյուղեր եւ երիտասարդ ռուս կամ մի այլ ազգի մեկը դուրս էր գալիս տանկերից եւ ասում էր փախեք որովհետեւ մեկը մենք գալիս ենք խփելու սպանելու եւ այլն այսինքն անգամ այդպիսի ավելի այո դեպք եղել է գրանցվել է այսինքն մենք պետք է հասկանանք որ դա այսպես է տեղի ունեցել Հիմա ես գալիս եմ դրա, չէ, ես ճշտումը ուղղակի պարտավոր եմ դա մտցնել։ Մենք շատ անգամ որ նկարահանում ենք հանում, ըստ սովորույթի անգամ 94 թվականին ասում են ռուս զորքերը։ Ես որևէ մի բան աչքիս լույսի չի ոչ մեկը, բայց ճշմարտությունը, կոռեկտությունը պահանջում է անպայման դա մտցնել։ Հիմա ինչ վերաբերում է, ես պետք է էլի 92 թվականից սկսեմ։ 92 թվականի օգոստոսին արդեն հասարակական կազմակերպությունները իրար հետ շփվում էին Ադրբեջան, Վրաստան, Հայաստան եւ այդ ժամանակ եկել է մի խումբ Երևան եւ Վրաստանի մի ներկայացուցիչ ասել է որ ադրբեջանցիները երբ որ իրանք եղել են Բաքու իրենց ասել են որ 17 հոգի արաբո ջոկատից գտնվում են Գորժգայլերի Ակստաֆայի Գորժգայլերի մոտ եւ պատրաստ են ինչ որ ձևով մտնեն բանակցությունների մեջ այն ջոկատի ադրբեջանական ջոկատի անհայտ կորածների դիմաց որը այդ ջոկատը կոչվում էր 3 7 7
ճիշտ ասած Три семерки դա Շուշիի ազատագրման ժամանակ էր եւ որևէ մեկը չի կարող ասել որ անտեղից մեկը մնացել է ողջ հենց այդ մարտական գործողությունների ժամանակ եւ ինձ այդպես սպառիչ պատասխան են տվել հենց Արցախից որ չկա մենք հստակ կարող ենք եթե իրենք ուզում են անել ասենք թե էքսգումացիա եւ այլն մենք պատրաստ ենք բայց ողջ մարդ գերի ընկած մարդ այդպես էլ այդ ժամանակ չի եղել իդեպ դա եղել է այն ջոկատներից մեկը որը մինչև վերջ պայքարել է որը մինչև վերջ կանգնած է եղել Շուշիում մի տարբերություն մնացած ջոկատների որոնք որ այն միջանցքով որը թողնված է եղել շատ սիրուն Ղարաբաղցած նախշում դուրս են եկել այդ ինչ է հետագայում Ադրբեջանում բան է ցակել այն գաղափարը որ Շուշիում եղել են ղեկավարներ ադրբեջանցիներ որոնք 40 հոգի դե 40-ը գիտեք ինչ թիվ է 40 հոգի որոնց կանայք հայեր էին եւ դրա համար նրանք դավաճանել են ու այդպես դուրս են եկել իրականում գիտեք դա բավականին հմուտ մարտական գործողություն էր եւ ասեմ որ ադրբեջանցիները այդպես չեն դիմադրել ինչպես օրինակ դիմադրել է այդ 3-7-յակը այդպես ասած ջոկատը որից չի եղել մենք դա հայտնել ենք իդեպ մենք շատ միշտ ճշմարտությունը ասում ենք որովհետև շատ ծնողներ անգամ շնորհակալություն էին հայտնում որ լուրը հասել է միշտ չէ որ պահանջել են ապացույցներ այդ ժամանակ դեռ այդ այո լուր որ մահացած է որովհետև կրկնում եմ մինչ այսօր անհայտ կորածի ծնողը շատ ավելի ծանր վիճակում է հոգեբանական քան կներեք զոհվածի, որովհետև այնտեղ կա որոշակիություն հոգեբանական առումով։ Ես շատ կարևորում եմ այս դրվագները եւ ասեմ ինչու։ Մեր լրագրողական դաշտի համար այդ մանրուքները թվում են ոչ կարևոր։ Ես կարևորում եմ, դրա համար թույլ տվեք ես անցնեմ այն մասին, որը դուք հարց եք տալիս որպես հարց, որովհետեւ ես իմ խոսքը սկզբից փորձում եմ շարադրել։ Հիմա այս առումով պետք է ասեմ, դրանից հետո մենք որևէ լուր, ի վերջո դա հենց որոնման խնդիրն է։ Մենք այդ որոնումը սկսել ենք այդ ժամանակ եւ որոնման արդյունքները 92-ից 95 թիվը եղել են, կարելի է ասել, շատ արդյունավետ, որովհետեւ այդ ժամանակ կապը թե հրամանատարների, ասենք Պոլիվոյի կոմանդիրը, դաշտային հրամանատարների կապը ադրբեջանական հրամանատարների հետ եղել է ինչքան էլ դա էլի տարօրինակ թվա բավականին արդյունավետ, պետք է էլի այդ խոսքը օգտագործեմ։ Շատերը փոխանակվում էին, հենց մեր լուրը հասնում էր լինի Ադրբեջանից, կրկնում եմ, մենք ադրբեջանցիների հետ կազմակերպություններ սերտ կապի մեջ էինք այդ ժամանակ։ Մենք տալիս էինք իրենց ինֆորմացիա, նրանք մեզ էին տալիս ինֆորմացիա, եւ այդ ինֆորմացիայի փոխանակման շնորհիվ բացի այդ դաշտային հրամանատարների փոխանակումների դաշտային փոխանակում է կոչվել։ Իդեպ դա բառից բուն իմաստով փոխանակում է եղել։ Դրան կանցնեմ ձեր հարցերով։ Այսպիսով մենք թույլ տվեք ասել, մինչև 95 հոգի ավելի քան 2000 մարդ վերադարձվել է։ Դե չեք թողնում ախր վերջացնեմ խոսքս։ Այդպես չի որ ես երկար եմ խոսում, ես նայում եմ ժամացույցը։ Ես հասկանում, չէ, պետք չի սխեմատիկ։ Սխեման դա է։ Իսկ սխեմայի մեջ կարևորագույն նշանակություն ունի 92-ից 95 թիվը, երբ որ եղել է պատերազմական ժամանակ ու հետ պատերազմական այդ 1-2 տարին, դա արդյունավետ է եղել, կրկնում եմ, հասարակական կազմակերպությունների եւ դաշտային հրամանատարների։ Դուք ասում եք ինչպես է տեղի ունեցել, ես ասում եմ այդպես։ Թվերը ասեցի, խնդիրը նա է, որ այդ 2000-ի մեջ չեն մտնում այն տասնյակ 12,000-ը, որոնք 3-ից 5 օր են հայտնվել պատրանտության մեջ ադրբեջանցիների մեջ մոտ։
Եվ երբ որ մենք ասում ենք տարբեր թվեր, դա տարբեր դրվագներ են եւ տարբեր ժամանակահատվածներ են։ Երբ որ մենք խոսում ենք 95-ից հետո այդ ժամանակին այդ Պրիմակովի այն 35-ը բերելուց հետո կարելի է ասել հստակ պետք է ասել, որ գրեթե դադարել է այն հին, ինչպես մենք ասում ենք, այդ տարիների պատանտների վերադարձը։ Փաստորեն 95-ից այս կողմ անընդ մեջ եղել են պատանտության մեջ կամ զինգերի վերցնելու դեպքեր արդեն այսպես կոչված զինադատար խաղաղ, այսինքն զինադատարի ժամանակ։ Եվ ահա այդ ժամանակ եղել են էլի դրական, երբ որ մենք փոխանակել ենք անգամ հաշվարկը կարելի ասել մինչև 200 մարդ, որոնք լինի Ադրբեջանից, լինի Հայաստանից, պատահական անցնում են սահման, թեկուզ զենքը ձերքին կամ առանց զենքի, բայց զինվորական շորերով։ Ես հիշեցնեմ, որ մենք ունեցել ենք շատ էլի արդյունավետ ժամանակահատված, այդ գրեթե 200 մարդու փոխանակման, որոնք 3 հոգի են մեր կազմակերպության տվյալներով հին պատանտներից եղել, մեկը եղել է Գետաշենից Սարոյան Արամայիսը, կարող եմ անուններով միջև անգամ ասեմ, որովհետև մեկին իրեն երկար փնտրում ենք եւ վերջապես ինքը վերադարձել է եւ երկուսը հայր ու որդի, որոնք անմիջապես փոխանակվել են կամ ազատ են արձակվել Ռուսաստան։ Խնդիրը հետեւյալն է. երբ որ Սերժ Սարգսյանը դարել է նախարար եւ այնտեղ եղել է Աբիևը, այդ երկու նախարարների միջև հաստատվել են էլի արդյունավետ հարաբերություններ եւ հարաբերությունների արդյունավետությունը հետեւյալով էր դրսեւորվում։ Եթե զինվորը հայտնվում էր ադրբեջանցին այստեղ կամ հայ այնտեղ, ապա շատ արագ պարզվում էր, արդյոք իրոք դա դիվերսիոն խումբ է, որտեղ մենք ունեցել ենք Ադրբեջանի կողմից դիվերսիոն խումբ, որին դատապարտել են մահապատժի, հետագայում մենք կարողացել ենք այսպես հակադարձ համադրելով վերադարձնել տղաներին այդ 3 հոգի 91 թվականին վերցված եւս դա մանրուքներ չեն ինչու որովհետեւ հետագայում դադարեցվել են այդ հարաբերությունները այսօր մեր ցուցակներով 955 հոգի է անհայտ կորած, որոնցից Մարտակերտի եւ որոշ անձինք Շահումյանի շրջանից խաղաղ բնակիչներն են։ Մնացածը դա կոմբատանտներ են, այսինքն ձերքը ձերքին պաշտպանող խմբեր են եւ այն զինվորները, որոնք որ անհայտ կորել են 94 թվականի այդ վերջի պատերազմական դրվագի ժամանակ։ Սրանք թվեր են, որոնք այսօր հետախուզական եւ այլ գործողությունների ինֆորմացիայի հավաքման շնորհիվ պարզվել է գոնե մեր կողմի համար այդպես պարզ է դարել, դա արդեն այստեղ շատ մեծ նշանակություն են ունեցել մեր պաշտոնական մարմինները, որ երկու ցուցակ, որը երկուսը միասին 89 մարդ է կազմում, դրանց մասին հայկական կողմը կարողացել է հավաքագրել այնպիսի տվյալներ, որոնք խոսում են նրա մասին, որ դրանք ողջ են, այսինքն կան, այսինքն պատանտ են, մնացածների մասին չունենք, Կարմիր խաչին տրվել է այդ ինֆորմացիան, մինչ այսօր Կարմիր խաչը որևէ պարզաբանում չի տվել։ Այդ 955 հոգու մասին հաստատ է, այսինքն ադրբեջանական կողմը ընդունում է այդ 500։ Բացարձակապես, մենք նրանք միշտ չեն ընդունում, ես կարող եմ, տեսեք դրա համար եմ ասում, խնդիր կա։ Այդ ավելի քան 547 հոգու, այդպես է մեր ցուցակը, որոնք Մարտակերտ Շահումյան են, մեզ մոտ ցուցակագրվել, դա բարեկամներն են ցուցակագրել։ Հիմնականում տարեց մարդիկ էին, որոնք չէին ուզում լքեին իրենց տները, այլ մնացել են, ճիշտ ասած Շահումյանից բոլորն են դուրս եկել, բայց Մարտակերտով անցնելով եւ այլն, այդպես չեն գտել։ Ընդամենը 19 հոգի, կներես վերջացնեմ, այդ 547 հոգանոց ցուցակից, որը մենք տվել ենք Կարմիր խաչ, 1 տարի հետո Հեյդար Ալիևի ժամանակ վերադարձրել են 19 խաղաղ բնակիչ։ Մնացածների մասին լուրջ չկա։ Չեք հասկանալու, որտեղ շտապում եք։ Այդպես մարդիկ են այդ թվերի հետևից կանգնած։ Մեր ցուցակում, որը միասնական է, չեք լսում,
Չեք լսում, այո։ Չէ, տեսեք, ես ասեցի, մեր այո, դրան կան ցուցակներ։ Դա ասեցի մեր հասարակական կազմակերպության ցուցակն է։ Հարցը պարզաբանում եմ։ Ղարաբաղի կազմակերպությունը ունի իր ցուցակը։ Մենք մտցրել ենք բոլորին այդ ժամանակ, որովհետև միակ կազմակերպությունն էինք այդ ժամանակ, որ այդ գործը անում էր։ Պաշտպանության նախարարությունը պահում է ցուցակը նրանք, ովքեր զենքը ձեռքին էին, կոմբատանտ եւ զինվոր։ Ահա այդտեղից է գալիս Կարմիր խաչը չի ընդունում ոչ հասարակական կազմակերպությունների ցուցակը, ոչ պաշտոնական մարմինների, նա ունի իր ցուցակը, որը ինքը կազմում է բարեկամների, ազգակիցների դիմելով։ Եվ դրա համար դուք որ թվերը լսում եք տարբեր, այդ տարբերությունը գալիս է այդ գործընթացներից, գործառույթներից, որոնք որ արձանագրված են ամեն մի կազմակերպության գործառույթային մասով։ Կրկնում եմ մեր կազմակերպության ցուցակը։ Այո։ Բայց դրա համար է 19-ին վերադարձել։ Չէ, 19-ը արդեն որ վերադարձել է, մենք դա հանել ենք ցուցակի։ Դուք ասացիք 547-ից 19-ին են վերադարձել։ Այո, դրանից հետո այդ ընթացքում եւս մենք լրացվել է եւ դարել է ավելացել են, որովհետեւ մարդիկ գալիս են եւ ասում են իրենց ազգակիցների մասին։ Մենք պետք է հստակեցնենք, որ դա այդպես չի նստած եղել մի մարմին, որը մեզ տվել է թվեր։ Անշուշտ, այո, խնդիրը շատ պարզ է, արդեն սկսած, անգամ Հեյդար Ալիևի ժամանակ, շրջանառության մեջ դրվեց 6,500 գերիներ ադրբեջանցի, որոնք գտնվում են Հայաստանում, ավելին, մանրամասնեց, որ դրանք գտնվում են հատուկ ճամբարում սպիտակ քաղաքում, ինչը ինձ ժամանակին տվել է հնարավորություն ասելու, որ մեր սպիտակը ուզում են սևացնել, եւ դա իրոք քաղաքականություն է։ Հետագայում անվիճելի փաստարկների, բայց ավելի շատ իրենց հենց քաղաքական եւ հասարակական գործիչների հեգնանքի ներքո այդ թիվը իջեցվեց, որովհետեւ մենք շրջանառության մեջ դրեցինք այդ ինչ բանակ ունեիք, այդ ինչ հրամանատար ունեիք, որ 6,5 փոքր պատերազմ կոչվող ժամանակ 6,5 դուք գերի եք տվել։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր սպանված են եղել հենց այդ մարտական վիճակում, օրինակ համար Քարին տակում, հունվարին, այդպես էլ չեկան իրենց գրեթե 100-ից ավել դիակները վերցնել։ Թեկուզ հայկական կողմը ասել է եկեք վերցրեք որևէ մի խնդիր չի ունենալու։ Այսինքն իրենք գրանցել են, որ երբ որ ասում եմ այդ հեգնանքը իդեպ եւ միջազգային կազմակերպություններից, մասնավորապես Վրաստանի կազմակերպությունները շատ զարմացան, ասեցին դա ինչ պարծենալու բան է, որ դուք ասում եք 6,5, դա իջեցվեց սկզբից 3,5, հետո 2,6, հիմա մնացել են ինչ-որ այդ թվերի արանքներում։ Մենք պետք է ասեմ, որ ես դες ցույց տամ իրենց առաջի տված ցուցակները, դուք կզարմանաք։ Հիմնականում կամ մեկ անուն համարակալված անուն է, մեկի մյուսի ազգանունը, մյուսի գրածասրա երեխան եւ այլն։ Այնինչ երբ որ մենք ենք տվել ցուցակը, դրել ենք շրջանառության մեջ, դա եղել է հստակ ցուցակագրված դեպքը, սյուժեն, որտեղ մոտավորապես որտեղից ենք ստացել վերջին լուրը եւ հստակ այդ սրա շնորհիվ է որ կարողացել ենք վերադարձնել մենք անձանց, այսինքն մենք երբևէ չենք արել։ Նախկին Ադրբեջանի նախագահի եւ ներկայիս նախագահի կրկնում եմ նախկին նախագահն է քաղաքականացրել այդ թվերը, բայց չի կարողացել այն որ ասում են մեջք այդ կանգն է այդ թվերի վրա, իսկ երբ որ եկել է Իլհամ Ալիևը, ես արդեն հոգնել եմ դրա մասին խոսել, ընդհանրապես կապերը կազմակերպությունների միջև
գրեթե սկզբից բոլորը կտրվել են, հետագայում կարողացան որոշ կազմակերպություններ իրար հետ հիմնականում լրագրողական կազմակերպությունները, իդեպ որոնց օգնում էր թուրքական լրագրողական դաշտը, այսպես կապերը ինչ որ ձևով մնացել է, ինչով է դա ավարտվել, գիտեք Լեյլա Յունուսի այդ խայտարակ հանդեպ այդ խայտարակ վերաբերմունքը։ Վերջ, մենք դրանից հետո 2003 թվականին տեղի է ունեցել առաջի միջազգային կոնֆերանսը նվիրված անհայտ կորածներին, որտեղ հստակեցվել է, որ ավելի քան 17 միլիոն անհայտ կորած կա աշխարհում։ Հենց այդտեղ հայկական կողմի որպես ներկներեք 2004 թվականի փետրվարին, շատ կներեք, 2004 թվականի փետրվարին ես ելույթ եմ ունեցել հայկական կողմից որպես հասարակական կազմակերպություն եւ հնչեցրել է մեր առաջարկությունը։ Հայաստանը այդ օրվանից հնչեցվել է պատրաստ է անել էքսգումացիա, իդենտիֆիկացիա, ցանկացած հավաք, սյուժե առ սյուժե, դա մեր կազմակերպության առաջարկությունն է, միջև ողջ են թե զինվորները, թե այդ հրամանատարները, ի վերջո մենք հասկանում ենք այդ սյուժեները տեղի են ունեցել այդտեղ, ու մենք կարողանանք գոնե ինչ-որ հաստատենք ինֆորմացիա, ցավոք սրտի Ադրբեջանը կտրուկ հրաժարվում է որևէ արդյունավետ գործունեությունից։ Հիմա այդ գործը այնպիսին է, որ նույն բան է, որ ասում եմ մեկ ձեռքով ծափահարես չի ստացվում, դա պետք է այդ կողմը լինի։ Կարմիր խաչի հետ հիմա անց են կացվում արդեն տարիներ շարունակ, պատրաստված են Հայաստանում եւ սկսվել են էքսգումացիայի որոշ գործեր։ Պատրաստ են, գիտեք, դա թանկարժեք գործերից մեկն է, թե էքսգումացիան, թե իդենտիֆիկացումը։ Եվ փաստորեն հայկական կողմը չի կարող շարժվել առաջ, որովհետև կրկնում եմ, երբ որ մենք այդպիսի բան արել ենք, մի 6 տարի առաջ հասարակական մի խումբ է եղել, 6 հոգի գտել են տեղը, ասել են որտեղը մարմինները տվել են, Ադրբեջանը սկսել է մի նոր ալիք մեզ վրա հարձակման ինֆորմացիոն, թե ահա դա ապացուցում է, որ հայերը վերցրել են գերի ու սպանել են։ Թեկուզ իդենտիֆիկացման տեխնոլոգիան կարող է շատ հաստատի, թե երբ է դա տեղի ունեցել։ Ադրբեջանի իշխանությունները խոշորեցման հաստատել նրանք շահագրգռված չեն։ Այո։ Այդ ամենը չի կարողանում կապը, բայց կա արդյոք միջազգային որևէ հաստատ, որևէ կազմակերպություն, որ կարող է այդ հաստատությունները գործունեություն իրականացնել։ Չկա այդպիսի, ինչպիսինը դուք եք սպասում։ Ամենաարդյունավետը դա Կարմիր խաչն է։ Կարմիր խաչը դա ճանաչված եւ փաստորեն ՄԱԿ-ի այդ էկոսոս կազմակերպության այսպես հին անդամներից է, որը որ կարողանում է իրականացնի այն, ինչքան ինքը կարողանում է։ Բայց պետք է ասեմ, առաջ տարիներին առաջի մեր անկախության, կարծես թե Ադրբեջանում իշխանությունները մի քիչ ավելի զուսպ էին կամ կարծում էին, որ խստություն կա, երբ որ իրանք զգացել են, որ ինչ կուզենան կանեն, այլևս տեսնում եք, որ կարելի է օրինակի համար, երեք արդեն գիտեք, տվյալները ստացվել են դատաբժշկական քննությունների, այո, եւ հաստատվել է, որ բոլոր դեպքերում հետքերը կան այդ լինի դա նավթային նավթամթերքների, լինի դա նարկո հետքեր մնացել են, դա նշանակում է, որ վերաբերմունքը այդտեղ անմարդկային է, պետք է ասեմ, որ տարիներ շարունակ մենք աշխատել ենք այդ ուղղությամբ եւ 90-ականի կեսերին մեզ ասում էին այդպես հպացիկ, որ մեզ բաներ են սրսկել։ Շատերը կրկնում են, մենք ինֆորմացիան ինչի չեք կարողանում դες լիարժեք տակ, որովհետև շատերը լքում երկիրը գնում էին, ընդհանրապես պատանտի համար, երիտության մեջ եղած մարդու համար ծանրագույն փորձություն է մնալ նույն երկրում, որովհետև իրեն անընդհատ թվում է, որ իրեն բոլորը ճանաչում են, գիտեն ինչ են արել իրեն հետ այնտեղ կամ էլ դատապարտում են։ Դրա համար մենք փաստորեն կարծես թե չկարողացանք այն ժամանակ մինչև վերջ այդ ուսումնասիրությունները անենք, բայց հիմա այդ ուսումնասիրությունը, քանի որ այդպես վաղճան է տեղի ունեցել, արվել են մինչև վերջ։ Հիմա մեր կազմակերպությունը, որը գիտեք, հանձինս իրավաբանի այդ գործը անում է, այսօր իսկ արդեն մենք կապը ունենք, հաստատել ենք, որ ստանանք այդ տվյալները եւ արդեն մնում է այն տեխնիկայի խնդիրը, որով մենք ձևակերպենք, թարգմանենք, հաստատում պես ավելի փորձագիտական պես հստակ
փաթեթը կազմենք եւ հանձնենք արդեն Եվրոպայի դատարանին, մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Որ դուք շարունակել եք աշխատել անհայտ կորածների ընտանիքների հետ, ինչպիսին է այդ աշխատանքի բնույթը։ Ես ասեմ ձեզ, ծանրագույն աշխատանք է եւ ինչ ենք մենք անում։ Մենք ունենք 99 թվականից գործող խոշտանգումների զոհերի վերականգնողական եւ զարգացման կենտրոն եւ քանի որ միջազգային պրակտիկան եւ միջազգային կազմակերպությունները ճանաչում են անհայտ կորածների ընտանիքների անդամներին որպես այդ անուղղակի հոգեբանական խոշտանգումների տուժած, մենք փաստորեն իրենց տրամադրում ենք լրիվ այդ փաթեթը ծառայությունների, որը մենք տրամադրում ենք եւ վերադարձած պատանդների կամ զինգերիների, դա եւ հոգեբանական վերականգնողական աշխատանքն է, դա եւ սոցիալական օժանդակությունն է ցանկացած այն հարցերում, որտեղ իրենք խնդիր են ունենում, իրավական օժանդակությունն է եւ վերջապես մեր կազմակերպությունը գնում է այն վայրերը, այն համայնքները, որտեղ ապրում են այդ ընտանիքները, որ մթնոլորտը այդ յուղերում հստակ լինի բարեհամբույր, այո, դրական։ Մամիկոն Խոջոյանի դեպքով եմ ասում։ Տվյալ դեպքում մենք ասել ենք Մամիկոն Խոջոյանի դեռ ողջ ժամանակ, որ փաստորեն մեր կազմակերպությունը արել է այն ամի եւ անելու է, ես ասել ենք 1-2 շաբաթվա մեջ այն նախնական փուլը մենք անցնելու ենք, համաձայնությունը ստացել ենք 2 դստրերի, որ իրենք որպես ներկայացուցիչ տուժած կողմի, մենք արել ենք նախնական այն բոլոր հնարավորին գրառումները, որը կարելի էր այդ ժամանակ ունենալ որպես վկայություն, ինքը որոշ բաներ պատմել է հենց իրեն ընտանիքի անդամներին, դա ենք մենք բանարել եւ մտել ենք ուղիղ այսպես աշխատանքային կապի մեջ այն քննիչի հետ, որը հենց զբաղվում է, որովհետեւ գիտեք Հայաստանում հետ հարուցվել է քրեական գործ։ Բացի դրանից կազմակերպությունը կազմել է այն նամակները, որով դիմել է այլ միջազգային կազմակերպությունների միջոցով Ադրբեջանին, դիմելով նրան, որ իրենք հարուցեն գործ այն առումով, որով տեղի ունեցել դաժան վերաբերմունք։ Իդեպ եւ Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, բացի դրանից, որ իրանք միացել են համապատասխան կոնվենցիայի, եւս պահանջում է այդպիսի բան։ Մենք անշուշտ որևէ դրական ակնկալիք չունենք, բայց տվյալ դեպքում մենք վերցրել ենք այդ ճանապարհը, որ սպառենք եւ այդ հնարավորությունը չստանալով նամակ մտավորապես երևի 1 ամիս, 1 ամսու կես էլ կսպասեք, այսինքն մենք այդ զուգահեռ ենք անում, չստանալով մենք արդեն ունենալու ենք այդ հնարավորությունը, այդ հիմնավորումը, որ մենք, քանի որ այն մյուս կողմը չի անում համապատասխան գործողությունները, մենք կդիմենք ինքնուրույն արդեն մեր ունեցած նյութերով։ Դա արել է ուրիշ կար, ես գիտեմ, որ դա արել է, եթե չեմ սխալվում, պատգամավոր է հիմա ինքը, երևի անում է իր, ինչպես Այո, եւ իրենց կազմակերպության իրավաբանը դրան հետևում է։ Իրենք ավարտել են, ստեղ խնդիր կա, դու պետք է 6 ամսվա ընթացքում կարողանաս այդ փաթեթը հանձնես, այսինքն իրենք դա արել են։ Պետք է ասեմ, գնալով եվրոպական դատարանը ավելի ու ավելի երկար է, պես ասում, տևում է եվրոպական դատարանում այդ գործերը, եւ դրա համար այդ գործը համարում ենք, որ ընթացքի մեջ է։ Հիմա մենք պետք է ընթացքի մեջ գցենք եւ այս գործը։ Անշուշտ մենք ունենք շատ ավելի մեծ մտադրություն, եթե կարողանանք հատուկ գործընթացով հավաքենք մեկ փաթեթի մեջ գործողությունները, որոնք տեղի են ունեցել վերջի, ասենք, 8-ից 10 տարվա ընթացքում եւ ահա այդ փաթեթով հանդես գանք հատուկ գործընթացով եվրոպական դատարան արդեն չդիմելով Ադրբեջանին, մենք տեսնենք կկարողանանք այստեղ հաջողակ լինենք, որովհետեւ դուք եք հասկանում, բավականին մանրակրկիտ գործ է այստեղ սպասում, մանավանդ եվրոպական դատարանի պես կանոնադրությամբ եւ գործառույթային այդ հոդվածներով բավականին մանրակրկիտ ու ճիշտ պետք է նկարագրվի տեղի ունեցածը, ինչի դեմ ենք մենք բողոքում, ինչն ենք համարում ոտնահարած։
Այո, մենք իրեն հետ գիտեք, երևի արդեն գիտեք, կազմակերպությունը զբաղվում է ոչ միայն Արսեն Խոջայանով, այլ ընտանիքի այն հարցերով, որոնք կան։ Մենք տվյալ դեպքում ոչ միայն Արսեն Խոջայանի հիվանդանոց տեղավորելն է, ճիշտ ժամանակն է իմ շնորհակալական արդեն ավանդական խոսքը ասեմ մեր առողջապահության նախարարությանը, սոցիալ նախարարությանը այդ առումով եւ պաշտպանության նախարարությանը, որտեղ ես եւ անդամ եմ այն միջգերատեսչական հանձնաժողովի, բոլոր անդամները այդ հանձնաժողովի, որոնք ներկայացնում են գրեթե բոլոր գերատեսչությունները, անմիջապես արձագանքում են, մասնավորապես բժշկական օգնություն հասցնելու դեպքում միշտ մենք վերցնում ենք մեզ վրա այն մասնակցությունը, այն մասնակցային բանը, որը պետք է անձը անի, մնացածը հոգում է պետությունը։ Եվ այդ առումով կրկնում եմ, մենք միշտ ունեցել ենք բավականին դրական համագործակցություն եւ դա որպես օրինակելի պետք է համարեմ մեր իշխանությունների բոլոր, սկսած առաջին նախագահից, երկրորդով ու երրորդով, բոլոր իմ քննադատությունների հետ միասին ես ասել եմ հումանիտար իրավունքի մասով բոլորն էլ եղել են վերին աստիճանի կոռեկտ եւ համապատասխան ձևով պատահական չի որ մենք այդ 2000 ավելի քան 2000 մարդ վերադարձնելու դիմաց ավելի քան 6000 մարդ է ադրբեջանցի վերադարձվել Ադրբեջան Պետք է ասեմ, որ մենք դրանով այ մեր կազմակերպությունը առանձնահատուկ դերակատարություն է այդտեղ ունի անգամ պատերազմական ժամանակ, երբ որ թշնամի է, մենք նկարները ձեռներս մասնավորապես մեր կազմակերպության նախագահը, որպես տղամարդ առաջի գծեր գնալով, հրամանատարներին նկար ցույց տալով, թուք հումոր որոշ անգամներ ստանալով դու ում համար ես այդ պայքարում եւ բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ Հայաստանում մենք կարողացանք կանխենք այդ գերի ընկած մարդու հանդեպ այն սկզբի վիճակում, որ դաժան էին վերաբերվում, մասնավոր անձիկ, նախ եւ առաջ հավաքվել են բոլորը, տարվել են պետական հոգացության ներքո եւ երկրորդը երանի են տալիս բոլոր այն ադրբեջանցիները շատ քիչ բացառությամբ ինչպես են իրենց վերաբերվել Հայաստանում գերության մեջ եւ ինչպես են իրենց վերաբերվել Ադրբեջան վերադառնալուց հետո երբ որ իրենց տեղավորում են նույն Գոբուստան այդ ճամբարը որտեղ իրենց վերաբերվում էին այնպես որ միջազգային խումբը որը գնացել տեսել է իրանց այստեղ հետո գնացել տեսել է այնտեղ ապշած է մնացել որովհետեւ եթե ես ասեմ կամ որևէ հայ դա որևէ մի ապացույց ցավոք սրտի չի ընդունվում բայց այդտեղ եղել են Ռուսաստանից Գանուշկինան Վրաստանից վախենամ ազգանունը խառնեմ եւ Գերմանիայի ներկայացուցիչը եւ նրանք ուղղակի կրկնում եմ այնքան էին վրթովված որ սահմաններում պահպանելով այն սահմանները կոռեկտության որ իրանց չարգել են հետագա աշխատանքը բոլոր դեպքերում արտահայտվել են դրա մասին մենք պատմեցինք որ թվերը տարբեր են Կարպիտ Խաչի եւ ուրեմն բոլորի Ղարաբաղում եւ մեզ մոտ իսկ աշխատանքը համատեղ եւ արդյունավետությունը համատեղ աշխատանքի դա ոնց կգնահատեք Ես պետք է ասեմ մենք մեր կազմակերպությունը պատկանում էր այն շարքին որոնք սկզբից դեմ էին որ Հայաստանում լինի այդպիսի հանձնաժողով որովհետեւ կարծես թե մենք եւս մեկ անգամ մեզ վրա վերցնում ենք այդ պատերազմող կողմի դերակատարությունը բայց հարցն այն է որ պատերազմը դադարելուց հետո հենց հայկական սահմաններից էին արդեն ընկնում գերի, պատանդ, խաղաղ բնակիչ եւ այլն։ Եվ ես կարծում եմ, որ երբ որ ստեղծվել է այդ հանձնաժողովը, կրկնում եմ անգամ առաջի տարիներին առավել, եւս բավականին արդյունավետ է եղել եւ ինչպես ասեցի, հիմա աշխատանք անհայտ կորածների ընտանիքների հետ լինի դա թե վերադարձած զինգերիների ու պատանդների հետ անշուշտ շատ ավելի արդյունավետ է կրկնում եմ, որովհետեւ մեկ հանձնաժողովի մեջ միջգերատեսչական է։ Օրինակի համար նույն այդ անհայտ կորածների կամ զոհվածների կամ պատանդ վերադարձած ընտանիքների անդամներից շատ շատերը կարողանում են աշխատանքի
ընդունվեն ահա այդ միջոցով եւ այլն։ 955 թե 547 ժամանցիկ են, որ թիվն եք իրատեսական համարում վերադառնալու։ Ես ասեմ, եկեք վերցնենք այդ 525 հոգի, որոնց ամենափոքրը տարիքով այդ ժամանակ մեզ հասած այդ մեզ տված տվյալներով 60-ն անց էր։ Հասկանալի է, որ մենք հասկանում ենք, որ դա անգամ եթե դա բնական մահ է, բայց մենք իրավունք չունենք չստանալով տեղեկությունը այն մասին, որ նա մահացել է, հուղարկվել է կամ սպանվել է, մենք ցուցակի մեջ ասում են սպիսակ է դες։ Այսինքն մենք չենք կարող, որևէ այո, անհայտ կորած անպայման չի ողջ մարդը։ Դա անհայտ կորած, գիտեք, երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև այսօր որոնում է գնում անհայտ կորածների։ Այսինքն մենք չպետք է այստեղ զարմանանք, որ այդ մարդիկ մնում են ցուցակի մեջ։ Մենք պնդում ենք, որ դա պետք է մնա, որովհետև կներեք, ոչ միայն ողջ մարդիկ ունեն իրավունքներ, թեկուզ այստեղ եւ այդ ընտանիքի անդամները հենց այդպես էլ կոչվում է իմանալու իրավունքը, տեղեկություն ստանալու իրավունքը, բայց եւ այն անձը, որը որ չկա, առնվազն իր հիշատակի իհարգանս իր հիշատակի, մենք պետք է կարողանանք երբևէ իմանանք նրանց ճակատագրի, այսպես ասած, վերջյուրը։ Որ իմ հարցս այն ամենայնիվ կորեկտ չէ, բայց ես նորից հարցնում եմ, իրատեսական թիվ գոյություն ունի հայտնաբերում։ Ինչպես ես ասեցի, այդ 89 հոգին է, որոնց մասին 79-ի, որ պայքար իհարկե դե կրկնում եմ, այ Կարմիր խաչին տված նյութերը, Կարմիր խաչը, ինչպես ասեցի, դա չի ընդունում իր ցուցակի մեջ։ Նա սկսում է որոնել այդ մարդկանց ազգակիցներին, իրենց հետ կապը հաստատել, իրենցից տեղեկություն ստանալ, իրենց մտցնել սեփական ցուցակի մեջ, եւ մենք պետք է հուսանք, որ իրենք ինչ-որ մի աշխատանք եւս անում են։ Ցուցակի մեջ այդ 89 հոգին է։ Կարմիր խաչի ցուցակի մեջ դեռ այդքանը չի, ակտիվ ցուցակի մեջ, այո։ Այո, չէ, դա հենց մեր կազմակերպությունը, այո, արդեն շատ ակտիվ համագործակցում է։ Մենք հիմա օրինակ այդպիսի ցուցակներ ինքնուրույն չենք տալիս, ժամանակին մենք տալիս ենք, ինչու՞, որովհետև Սադախլոն, ես միշտ ասել եմ, այնտեղ մի քար պետք է դնենք, հուշաքար պետք է դնենք որպես շնորհակալություն, որովհետև մեծ մասը ինֆորմացիա գալիս էր Սադախլոյով եւ գալիս էր այդ արևտրականների միջոցով։ Մենք երկու աղջիկ ենք փրկել 9 եւ 10.5 տարեկան պատանդ ընկած գրեթե տարուկես 2 տարուց հետո զուտ Սադախլոյի շնորհիվ։ Ընդ որում չգիտենք էլ ով է տվել, որովհետև վարորդը դուրս է եկել մեքենայից, մտել է, տեսել է իր բանի վրա դրած է մի գրություն։ Այդ երկու աղջիկների գտնվելու վայրի եւ հեռախոսի համարը։ Ես խոսել եմ իրանց մասին, ես կրկնում եմ, այդ ժամանակները ցավոք սրտի վախենամ, որ չեն վերադառնալու, որովհետև այն իներցիան, որը դեռ կար սովետական ժամանակներից հետո, այն իրար հետ պես կենթանի կապը բանը, դա կար եւ դա շատ նպաստում էր եւ իդեպ հետագայում էլ մենք էլի հույս ունենք, որ եթե որևէ ձևով այդ թշնամական քաղաքականությունը ադրբեջանական նախագահի նախաձեռնությամբ անցկացվող երբևէ դադարեցվի, չի բացառվում, որ այն մարդիկ, որոնք դեռ ողջ են, էլի տան այդ տեղեկությունները, հասկանում եք, մենք չենք իրավունք չունենք կտրենք մեր հույսը, դա է, մենք ունեինք ժամանակին մի այդպես պլակատի նման բան, անհայտ, բայց ոչ անհույս։ Եվ ես հիմա էլ եմ ասում եւ բոլորին դա շատ հոգեհարազատ էր այդպիսի կարգախոսը։ 95-ից հետո, մինչև այո, այն օրերը կրկնում եմ, կար ակտիվ ժամանակահատված, դա 95-ից մինչև երևի 2003-4 թվականներ, մինչև Ալիևի մահը, էլի պետք է այդպես ասենք, ավելի լավ է։ Մինչև այդ այո, հետ բերված, ընդ որում մենք չենք կարող ասել, որ նրանք բոլորը զինգերիներ են։ Միջև անգամ օրինակ մեր կազմակերպությունը շատ անգամ տեղեկություններ չեր են հասցնում ստանալ, որովհետև դա տեղի էր ունենում շատ օպերատիվ, եւ դա էլի ապացուցում է, որ կարելի է գտնվել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակի մեջ, բայց հումանիտար իրավունքի ներքո արդյունավետ համագործակցել։ Ես մերժում եմ բոլոր այն մերժողականությունը, որ ասում են ոնց կարելի է նույն Ադրբեջանից թեկուզ եկած այդ բանը, կարծես թե որոշ անգամ արձագանք է գտնում մեր որոշ հասարակության այսպես շերտերի մեջ։ Այդպես չի։ Եվ դա ապացուցվել է այլ պատերազմների ժամանակ։
Ընդհանրապես այդ թեման անսպառ է։ Ես այդ երկու աղջիկների համար ասեցի, դա մի պատմություն է, որը ցանկացածը որ ուզենա կտեսնի թե ինչ է նշանակում սկզբից մի քրոջ բերելը, հետո մյուս, մինչև այդ քույրը, իրանք այդ քույրերը արդեն ամուսնացած են։ Մինչև հիմա այդ երկրորդը բերած աղջիկը ուրիշ բնավորություն ունի։ Ես ուզում եմ ասեմ, այդ դրանով հետաքրքրվեք, մի երկու բան գրեք, էլի, որովհետև ինքը երբ որ մնացել է մենակ, երբ որ երկուսով էին, ինչ որ երբ որ մեկին սկզբից տվել են, հետո երկրորդին, ասում եմ, երկրորդի բնավորությունը ուրիշ է, մայրը գալիս էր սկզբից լացելով, հիմա իրենք Ռուսաստանում են ապրում, եւ չեմ ասի, որ բոլորը սիրով ուզում են այդ կապը պահեն, որովհետև հիշողությունը պատանտության մեջ լինելու մասին ամենևին այն դրական հիշողությունները չէ, որ իրենք ուզում են այդ պահպանեն իրենց մեջ, բայց այդ փորձերը ինքնուրույն ջնջել դրանք ապարդյուն են, ես պետք է ասեմ։ Եվ երևի եթե ժամանակ ունենք լրագրողների աշխատանքը ասացությամբ, ինչպես է գնահատում։ Օգնություն կա Ես ասեմ ձեզ, միայն մեկ դեպք ես պետք է հստակեցնեմ, մեկ դեպք, որը ես ամեն անգամ ասելու եմ, մինչև Հակոբ Ինջիգուլյանը չհայտնվի թեկուզ երրորդ պետությունում ազատության մեջ։ Հակոբ Ինջիգուլյանի դեպքը, դա մեր լրագրողական դաշտի սոց ցանցերի, այսպես ասած, մասնակցությամբ ուղղակի խայտարակությունն է, որովհետև իրենք չնայելով թե հայերեն ինչ է ասում Հակոբ Ինջիգուլյանը, շատ արագ շրջանառության մեզ դրեցին այն, ինչ որ թուրքը ասում է թուրքերեն հասկանալի է, որ մերոնք չեն հասկացել, եւ այդ նույն սուտը վերցանած ռուսերեն։ Ահա այդ ռուսերենը լավ կլիներ Աստված տար, ռուսերենն էլ չհասկանային այդ ժամանակ։ Այդ ռուսերեն դեզինֆորմացիան դրել են ցանցերով եւ կայքերով։ Եվ ես ձեզ ասում եմ հստակ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Հենց այդ ինֆորմացիան մաս տրվում է Հակոբ Ինջիգուլյանին։ Սկզբից առաջի օրվանից մինչև այդ 10-րդ օրը, 14-րդ օրը, որ միայն այդ ժամանակ է ինքը վերարտադրել այն, որ ինքը ուզում է գնա երրորդ երկիր։ Այդ 14 օրը իր վրա աշխատել են եւ աշխատել են մեր ցանցերում այն լուտանքը այդպես հայրենասիրական ես կտեսնեի թե նա որ մնար մեկն ու մեկը այնտեղ լիներ նա ինչ պետք է ասեր ժամանակին պետք է ասեմ որ Ադրբեջանից զանգել է այն ժամանակվա KGB-ի շեֆը Աղասարյանին Ալիկ Աղասարյանը եւ ասելա включи Алик ես էլ նստած եմ այնտեղ включи телевизор сейчас ты увидишь как твои мальчики говорят как Քոչարյան Սարգսյան и ты сам лично их посылал на смерть Алика Աղասարյան, ну, շատ բան այնքը лихой, или որ ռուս է ասած, ասեց, ты включи через полчаса свой телевизор, ты увидишь, как твои 19-летние мальчики рассказывают, как они выдружали знамя победы в Берлине в 1945 году. Да, այն պատմությունն է, որը ես անընդհատ ասում եմ, դա ամեն մեկս պետք է հասկանա, որ երբ որ մարդ գտնվում է գերության մեջ եւ նրան պարտադրում են մի բան ասել, նա ասում է, իդեպ հայկական ես կողմը որ գովում եմ, որևէ մեկը այդքան ասելուց հետո, երբ որ վերադարձել է Հայաստան, չեն ասել մեկն ու մեկին, որ քո աչքի վրա հոնք կա, ոչ մեկը չի, ոչ միայն չի դատապարտվել, գործ չի հարուցվել, ի տարբերություն Ադրբեջանի, այո, աջակցությունը եղել է գոնե մենք գիտենք որպես կազմակերպություն, նրանց վերականգնման առումով, Ադրբեջանում չի եղել դեպք, որ վերադարձած պատանտին կամ զինգերում չդատեն, կան մահվան դատապարտված եւ մահապատիժը իրականացվել է այդ մարդկանց հանդեպ, միայն 10 հոգու վերաբերյալ, այստեղ ես կարող եմ ասել 10 թուրք են փրկել, 10 մարդու, որոնք եղել են այստեղ եւ հրաժարվում են գնալ Ադրբեջան վերադարձնել երրորդ երկիր, իսկ մենք միջև այդ պետական մարմինների հետ փորձել ենք դա անել, դա մի տանջալից գործ է ձեզ պետք է ասեմ, մենք ասեցինք ինչու չեք գնում, թե մեզ բռնելու է, մենք գիտենք մեզ նստացնելու են, ես օգտվելով նրանով, որ USAID-ի ծրագրով, մենք այդ ժամանակ մեծ խմբերով Թիֆլիս գնացինք, եկան Երևան ու Բաքու, ես Բաքվում նախքան գնալուց հանդիպում խնդրեցի այդ ազգային անվտանգության ծառայության պետի հետ, եւ նա փաստորեն հանդիպեց ինձ հետ, ես իր այդ խնդրանքը ինքն էլ հավաք
հավաքել ասենց ավելի շատ կամերաներ, քան այստեղ երբևէ լինում է այդ թեմայով, եւ սկսել է ինչ-որ բան ասել, ես միայն ասել եմ, դուք կարող եք ինչ ուզում եք ասեք, ես եկել եմ մի բանի համար, խոսք տվեք այստեղ, որ այդ 10 տղաներին, որ վերադառնան, դուք չեք դատապարտելու, ուղղակի այլ է, որ այդ 10 տղաներին ասել ենք, նայեք հա, այդ տաբուն գործելու է մեր միշտ կարելի է գտնել մի ձև, որով դուք եւ ինչպես կարող եք ձեզ փրկեք։ Իրանք իրոք բոլորը ինչքան մենք գիտենք լքել են Ադրբեջանը։ Այս սա է պատմությունը եւ այդ տարբերությունը մեր երկրի եւ Ադրբեջանի դա հստակ է երևում։ Կրկնում եմ, ուր է այն մեծ բախտը, որ մեր ներքին քաղաքականության մեջ այդքան դրական բաներ աներ մեր իշխանությունը, ինչքան արել է այդ հումանիտար իրավունքի ներքո։ Ես ցավով եմ դա կրկնում եմ ասում, որովհետև մենք այն ժամանակ ունեցել ենք լավ արձագանք պետական մարմինների կողմից։ Շատ բարի աշխատանքը շարունակվում է, ես այդպես հասկանում եմ։ Անշուշտ, մենք գիտեք ոնց է շարունակում։ Ցանկացած, օրինակ, ես գնացել եմ այդ Շահումյանի անկման 22 երրորդ տարելիցի կապակցությամբ ես գնացել եմ 4-րդ գյուղ Արամ Սարգսյանի եւ Ժասմինայի հետ։ Մենք գնացել ենք եւ այնտեղ մի կին մոտեցավ, ասեց, հիշում եք իմ կիսուրիս համար, որ ես գալիս եմ, ոնց հիշեմ, 20 քանի տարի փոխում են բոլորը։ Էն էլ գյուղում կանայք գիտեք, ավելի շուտ են փոխում, քան քաղաքում, ասեցի չէ, ասեց որ նույնը է, ես հիշեցի այդ հարցը, ես քանի անգամ օրինակ եմ բերել, այդ տենց հարց պետք է կինը մարդ ունենա, ինքը իր այդ կիսուրի համար օր ու մեջ գալիս էր իմ մոտ, մեն 94 թվականին պարզվեց, որ այդ կնոջ օգտագործել են որպես աղահին ինչ-որ տան և երբ որ արդեն մնացել է ոսկորն ու ինչպես ասում են կաշին, բերել են Գոբուստան և ինքը մահացել է 94 թվականին 7 սեպտեմբերի վերադարձած այդ մյուս այդ աղջիկը Ալվինա Ամբարձումյանը և մի կին Էլի անունով Քարինտակից, նա ասեց իմ ձեռքերին է նա մահացել օգոստոսի վերջում Եվ ասեց, ես ասեցի նա հաղթանդամ, ասեց ոսկորից երևում էր, բայց այնտեղ բան չէր մնացել, ասիկն իրեն փաստորեն մենք գիտենք, որ նարկոտիկներով են պահան, որ քիչ ուտեն, բայց ուժ ունենան աշխատելու, դրանք հյուծվում են եւ որ չմահանա տանը, բերել են Գոբուստան եւ մահացել է Էլիայի ձեռքից։ Բայց դա ամեն անգամ չի լինում, որ մենք այդպես հստակ տեղեկություն ենք ստանում, ինչպես մենք ստացել ենք այդ նույն անունով այդ կնոջ աշխատանքի Բադուք էլ բան եկամ, գիտեք ես ոնց եմ ցավում մաման գործով հնարավոր չէ։ Խնդրել, որոնն էլ ազատել։ Եղավ, շնորհակալ